Սուր ինֆեկցիաների, մասնավորապես գրիպի վիրուսների, կարվիտ, գրիպ, այդպիսի ինֆեկցիոն հիվանդությունների դեպքում բուժումները այսօր կատարվում են ճնշման միջոցով ախտանիշները և որոշ բուժական հաստատությունում և ինքնաբուժությամբ զբաղվողների մոտ, այսինքն մարդիկ, որոնք ինքնաբուժությամբ գրեթե նույն սկզբունքով են անում, որը ավելի մեծ վնաս է հասցնում և հիվանդությունը ուշ դուրս գալիս, եթե դուրս է գալիս, որովհետև լինում են դեպքեր շատ ժամանակ, որ քրոնիկի է վերածվում այդ հիվանդությունը, քրոնիկ թոքաբորբ, քրոնիկ բրոնխիտ, քրոնիկ ասյանդիարթի բորբոքում քրոնիկ եւ այլն եւ այլն, եւ ասթմա կարող է առաջանալ քրոնիկ, ու հիմնականում դա այն արդյունքն է, այսինքն քրոնիկի վերածվում է, քանի որ ախտանիշները ճնշել են։ Հիվանդության դեմ դուրս գալ ախտանիշները ճնշելով երբեք չի կարելի։ Մարդը ունի մեխանիզմներ, այսինքն կենսական ուժ, Աստված այդպես է ստեղծել մարդուն, որպեսզի կենսական ուժը մարդու ինքնակարգավորման մեխանիզմներ միացնելով բուժի օրգանիզմը։ Բժշկի ֆունկցիան ոչ թե ախտանիշները ճնշելու մեջ պետք է լինի, այլ օգնելու մեջ, որպեսզի այդ պրոցեսները լիարժեք կատարվեն և օրգանիզմը հաղթող դուրս գա հիվանդության դեմ պայքարի ժամանակ։ Այսինքն, երբ որ քթերից արտահոսք կա, այսինքն արտադրություն գրիպի ժամանակ, ճնշում են կաթիլներով կամ մսալության դեմ որոշակի դեղորայքներով և պարզ է, որ եթե քթերի արտադրությունը ճնշեն, որովհետև ինչու է արտադրություն գալիս քթերից, ուրեմն ինֆեկցիա կա, հնարավոր է բակտերիալ, հնարավոր է որոշակի թունավոր, նույնիսկ եթե վիրուսային ինֆեկցիա լինում է, որ թույն է արտադրում, որպեսզի այդ թույնը դուրս գա, մի տեղից պետք է դուրս գա։ Ամեն պացիենտի մոտ ու տարբեր հիվանդությունների դեպքում տարբեր ձևերով կարող է դա արտահայտվել, հաճախամիզություն կարող է ընթացքում լինել, լուծում որոշ ժամանակ, քթերից կարող է գալ, աչքերից կարող է, արտասուքներ գալ, կամ ճպրոտել, կամ ականջներից կարող է դուրս գալ, հազ կարող է լինել, այսինքն խորխի տեսքով դուրս գալ։ Չի կարելի այդ ախտանիշները ճնշել, եթե դեղորայքի միջոցով ճնշում են, քթերի արտադրությունը ճնշեցին, հազը առաջանում, հազը ճնշեցին, կարող է կուտակումներ առաջանալ ներքին օրգաններում, թույնը կուտակվի, եղել են դեպքեր, երբ որ երեխան ծնվել է գլխի վրա կարմիր հետքերով, այսինքն այդ ձևով օրգանիզմը մաքրվել է, ճնշել են, մահացել է, մի տղա երեխայի արտահայտում կար տենց կարմիր, էլի ճնշեցին, գնաց ներս թույնը, մահացավ, հետո հերձելու ժամանակ տեսել է, որ թույնը կուտակվել էր թոքերի մեջտեղում, այսինքն այդ թույնը կապույտ գույնի պիտի դուրս գար այդ ձևով, օրգանիզմը մի ձև ուզում էր հանել, ճնշեցին, ներսը մնաց ու դա սպանեց, որովհետև թույնը օրգանիզմը միշտ իր ներսի թույնը աշխատում է հանել, նույն ձևի ինֆեկցիաներ են, նույն ձևի կլինի թե բակտերիալ ինֆեկցիաներ, վիրուսային ինֆեկցիաներ, օրգանիզմը պետք է մենք չփակենք օրգանիզմի դիմաց, նույն ձևի տաքությունը 37-38 բարձրանում է, մարդիկ պանիկայի մեջ են ընկնում, հակաբիոտիկներ են խմում, ջերմիչեցնող են խմում, տաքությունը օրգանիզմին պետք է, որպեսզի հաղթի բակտերիային ինֆեկցիային և ընդհանրապես ինֆեկցիոն հիվանդությունների դեպքում տաքությունը պետք է, իմունային համակարգը ակտիվանում է, ընդհանրապես պրոցեսները ակտիվանում են բջիջներում, երբ որ տաքություն իջեցնում են, վերածվում է քրոնիկ հիվանդության, այսինքն նոր հիվանդություն է առաջանում, այսինքն օրգանիզմը պարտվող դերում է դուրս գալիս և այդ ինֆեկցիան արդեն քրոնիկ է ապրում։ Շատ կան այդպիսի դեպքեր, դրանից կարող են գլանները անդադար բորբոքվել հետագայում քրոնիկի դեպքում կարող է և ասթմա առաջանալ, և քրոնիկ որոշակի լորձաթաղանթների բորբոքում, ներքին օրգանների, աղիների, լյարդի քրոնիկ բորբոքում առաջանալ ու դուրս չգա, այսինքն այդ հիվանդությունը մնա։ Մինչև
հմուտ բժիշկը չկարողանա հանել, ասեմ ավելին, որ խրոնիկ ճաշած հիվանդությունները դուրս հանելու համար գեղորայքային միակ միջոցը հոմեոպաթիան է։ Միակ ձևը, որ խրոնիկ հիվանդություն դուրս է հանում, նույն այդ թվում նաև ճաշած խրոնիկ հիվանդություն, դա հոմեոպաթիան է։ Շատ դեպքեր եղել, երեխեքի սիխավ են բուժել, նույն վակցինացիաների հետևանքներն են ծանր լինում, նույն, այսինքն ուրիշ խրոնիկ հիվանդություն եղել է խրոնիկ ասթմա է առաջացել, երբ որ այդ սխալ բուժումը, այսինքն նորից հետ են բերել, ճիշտ են բուժել, խրոնիկ ասթման անցել է, կամ ասենք պատվաստման հետևանքները, օրինակ շատերի մոտ լինում լուրջ խնդիրներ պատվաստումից հետո։ Այդ թվում այսօր երեխաների մոտ իծն լինում է։ Իծն չէ, այսինքն սկսվում է 1 տարեկանից 2 տարեկանից առաջանում որոշակի փոփոխություններ, դցեպ, պարալիչներ, որոշ դեպքերում աուտիզմն է դրան կարելի է վերագրել, ոչ միշտ, բայց որոշ դեպքերում դա հենց այսինքն պատվաստելու հետևանքներն են, որ պատվաստում են, վատ հետևանքներ թողում են, այդ դեպքում էլ հոմեոպաթիան լավագույն միջոցներից մեկն է, որը պատվաստելու հետևանքներն է հանում, շատ, եթե ժամանակին ճշշելը դա մեծ վնաս է հասցնում օրգանիզմին, քթերից եկավ չի կարելի վազել դեղատուն, ասենք մրսածության դեմ, այդ մանավանդ թունավոր դեղերը, այսինքն դրանք դեղեր կողմնակի այնպիսի ազդեցություն են թողնում, եթե ցուցակը կարդաք, մի ցուցակ հիվանդություն է առաջանում։ Դեղորայքը ճիշտ դեղը, դեղամիջոցը չպետք է ունենա կողմնակի ազդեցություն։ Սրացում կարող է ունենալ, սրացումը դա բժշկման ժամանակ կարող է ունենալ, խրոնիկ բժշկման, երբ որ սրացման ախտանիշները կապված են հիվանդության ախտանիշներին։ Կողմնակի ազդեցությունները, դրանք նոր ախտանիշներ, նոր հիվանդություն, այսինքն կոլտրեքս խմելով մարդը մինիմում փչացնում է թոքերը, իմունային համակարգը եւ շատերի մոտ կոկորդի հետ կապված խնդիրներ են առաջանում, վահանաձև գեղձի հետ խնդիրներ, պարացետամոլը խմելով, եթե 5 անգամ ամեն օր մարդը պարացետամոլ խմեց, հետո մի տարի պետք է լյարդը բուժելու համար։ Մի կուրս անտիբիոտիկ, այսինքն հակաբակտերիալ բան մարդը խմեց, պրեպարատ, տարուց ավել պետք է որպեսզի լյարդը բուժի։ Տարուց ավել, այն էլ ոչ միշտ է հաջողվում, մի տարվա մեջ դա տեղավորել։ Այսինքն նայած հակաբիոտիկներից ինչ տեսակ է խմել։ Ջերմությունը մինչև 40 աստիճան չի կարելի իջեցնել, 40-ից սկսած նոր կարելի է իջեցնել, նույն պոլիացի միջոցներով կարելի է մի անգամ օգտագործելով ջերմիջեցնող իջեցնել, ոչ թե 5 օր ամեն օր, դա մեր ինքնասպանություն է։ Ջերմությունը մինչև 40-ը պետք է օրգանիզմին օգնել, որպեսզի հաղթահարի։ Ամեն դեպքում 39-ը ընդհանրապես գտնել չի կարելի, 39-ը պետք է թողել օրգանիզմի պայքարի, 40 հասավ, 40-ից սկսես բարձրացնել, նոր իջեցնել կարելի է։ Ճիշտ է, տարիքային էլ է պետք նայել ինչ տարիքում է, ասենք 70 անցա թե քիչ, բայց ամեն դեպքում մինչև 40 պետք է սպասել։ Հակաբիոտիկներ տալ հազի դեպքում չի կարելի։ Հազը, եթե խորք գալիս է, հակաբիոտիկը կվնասի այդ օրգանիզմին, եթե խորք գալիս է, ուրեմն ինֆեկցիան դուրս է գալիս։ Խորքը ինչ գույն է լինում, եթե խորքը սև է կամ դեղնավուն, ուրեմն պետք է ուղղակի թողնել, որ օրգանիզմը դուրս հանի այդ առողջը։ Հակաբիոտիկները էլի վերածելու են խրոնիկի են վերածելու, այսինքն լորձաթանութային թոքերի բորբոքված են այդ պահին, մինչև այդ խորխով չմաքրվի ինֆեկցիան դուրս չգա, լորձաթանութները չեն վերականգնվում։ Հակաբիոտիկները պրոցեսը կտրում են, ճնշում են, ու այդ լորձաթանութների այդ խնդիրը կարող մնալ երկար, այսինքն եւ բորբոքումը, եւ արտադրությունը։ Հակաբիոտիկները նաև ես շատերը օրինակ հենց քթերից գրիպ է լինում, գրիպը ինքը վիրուսային ինֆեկցիա է, հակաբիոտիկը դա անզոր է։ Հակաբիոտիկը սովորաբար, եթե վիրուսային պնևմանիա չի, այլ բակտերիա այդ դեպքում, այն էլ միայն այն դեպքում, երբ որ ջերմությունը 41-ից վերև է, այլ տարբերակ չկա, ասենք օրգանիզմը թույլ է ինչ-որ քաղցկեղ կամ ուրիշ խնդիրներ ունի։ Բայց եթե օրգանիզմը մինչև 40 պայքարում ու սկսում է հաղթել, հակաբիոտիկները դա մեծ վնաս է։ Հակաբիոտիկը ընդհանրապես ինքը բուժման ձև չի։
Հելիկոբակտերիաները նույն ձևի հակաբիոտիկներով ճնշում են, այսինքն հիվանդությունը մնում է, վերածվում է խրոնիկ գաստրիտի, եթե հելիկոբակտերիա կա ստամոքսում, դա նշանակում է ոչ թե հելիկոբակտերիան է ներառ, այլ ստամոքսում ֆունկցիաները, այսինքն ստամոքսում կա հիվանդություն։ Բակտերիաները ապրում են այնտեղ, որտեղ իրենց համար կա միջավայր։ Հելիկոբակտերիան առողջ ստամոքսում չի ապրում։ Պնևմոնիայի բակտերիան առողջ թոքերում չի ապրում։ Նրանք ապրում են հիվանդ թոքերում եւ սկսում են թունավորել արյունը թոքերի մեջ, այսինքն ապրելով։ Այսինքն ամեն բակտերիա, ամեն ինֆեկցիա, հեպատիտ C-ի վիրուսը, եթե լյարդը առողջ է, այնտեղ ինքը գործ չունի անելու։ Հիմնական հիվանդ լյարդն է։ Այսինքն հիվանդությունը դա ոչ թե պատճառն է, այսինքն սկզբնապատճառը նկատի ունեմ հիվանդության հետ, որ հարուցիչ են ասում ճակերտների մեջ, այսինքն բակտերիաները ոչ թե իրենք պատճառն է սկզբնա, այլ իրենք հետևանքն է, այսինքն իրենք ապրում են հիվանդ օրգանիզմում։ Եթե ստամոքսը բժշկվի, հելիկոբակտերիան ինքը իրենով գնում է։ Եթե բժշկվում է լյարդը, հեպատիտ C-ն նահանջում է։ Եվ այդպես շարունակ։ Էլ չեմ ասում, որ տուբերկուլյոզի բջիջները, տուբերկուլյոզի բակտերիաները կարող են նաև ինքնապաշտպանական, այսինքն օրգանիզմը մաքրելու համար այսինքն խրոնիկ ծխողի մոտ, երբ որ ֆիբրոզներ են առաջանում, օրգանիզմը ցանկանալով, որ այդ ֆիբրոզները մաքրի, կարող է օգտագործել տուբերկուլյոզի բակտերիաներին, այսինքն մակոբակտերիաներին։ Այդտեղ հմուտ բժիշկ է պետք, որը կարող է պրոցեսը զգուշորեն տանի առաջ, որովհետև ինքնաբուժությամբ այդ դեպքերում ծանր խնդիրներից զբաղվողները հիմնականում տանուլ են տալիս, ավելի մեծ վնաս են հասցնում իրենց շատ է դեպքեր, որ մարդը ճնշելով ավելի երկար է հիվանդությունը մնացել, քան երբ որ չի ճնշել, այլ օգնել օրգանիզմին, այսինքն նույն կավիդը կարելի է ճնշել 2-3 շաբաթ մարդը հիվանդ մնա, նույն կավիդը եթե ճիշտ բուժվի 6 օրում 7 օրում անցնում։ Այսինքն հոմեոպաթիայի նպատակներից մեկը դա է չճնշել, այլ օգնել պրոցեսները կատարվեն բնական ճանապարհով, օգնել օրգանիզմին, որպեսզի օրգանիզմը չմահանա, չթուլանա եւ դուրս հանել այդ վիճակից։ Եվ դա լավագույն միջոցն է, քան ճնշելը։ Նույն գետը եթե հոսում է հունից, եթե դուրս է գալիս, ուղղակի հունը հոսքը չեն փոխում, մի քիչ հունը փոխում են ուղղությունը, բայց նորից թողում են, որ հունով գնա, այսինքն նորից գա տեղը գնա, ոչ թե դիմացը փակում են, եթե դիմացը փակեն, մի ուրիշ տեղից է դուրս գալու։ Լուծը եղել է, կտրել են, ուրիշ հիվանդություն են առաջացել, քթերից է եկել, քթերի արտադրություն կտրել են, հազը առաջացել, հազը կտրել են, ականջներից է եկել, հետո են կտրել, գլխուղեղում այտուցներ առաջացել, այսինքն ուռուցքներ հետագային, սկզբից այտուցներ, հետո ուռուցքներ։ Դա միջոց չի ճնշելը, հիվանդությունները պետք է մանավանդ սուր հիվանդությունները, ախտանիշ, այսինքն սիմպտոմատիկ բուժում չի կարելի կիրառել սուր հիվանդությունների դեպքում, չնայած նույնը նաև վերաբերվում է խրոնիկներին, բայց խրոնիկի դեպքում մի քիչ այլ է բուժման մեխանիզմը։ Ճնշելու փոխարեն պետք է օրգանիզմին օգնել, որպեսզի հաղթահարի եւ չվնասվի կամ վնասները որ մինիմում է հասցվի։ Առողջ եղեք։